Հարգելի հայրենակիցներ, առավոտվանից հետևում եմ ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններին եւ ցավով պետք է արձանագրեմ, որ մենք ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում։ Բացի սրտխառնոցից նորմալ մարդու մոտ այնինչ տեղի է ունենում ազգային ժողովում եւ հատկապես այնինչ անում են թուրքի կոշիկ լիզող, թուրքի դեմ ծնկած, թուրքի կողմից ստորացված քայլիստների ոհմակը Էդգար Ղազարյանի երեկվա ելույթի բաղով այլ կերպ չեմ կարող մեկնաբանել։ Գիտեք, ինձ մոտ ավելի նորմալ տպավորություն ստեղծվեց սրանց այս ոգևորվածությունը այն պարագայում, երբ որ այդ սրիկափառից վիրավորված այս դավաճանավոհմակի ներկայացուցիչները նույն կերպ պաշտպանեին թե Հայաստանի Հանրապետության, թե հայ ժողովրդի, թե լավ գոնե իրենց ֆյուրերիկ Նիկոլան Հողի պատիվն ու արժանապատվությունը, որը դարձել է կենցաղային մակարդակով ասեմ, կայֆի կիոսկ ադրբեջանցիների համար։ Այ ողորմելի ոչնչություններ, այդպես որ Էդգար Ղազարյանի այդ սրիկափառից վիրավորվել եք, այ այն Օմարի հավ է, կուրգուր է, այն որ հիմա շարքային սադրիչ է անվանում Էդգար Ղազարյանին, այ անտաստիրակ խուլիգան, ընդամենը ամիսներ առաջ Գյումրիի փողոցներում ամենավերջին անբարոյական սադրիչի նման էր քեզ պահում, հայոյանքներ տալով մարդկանց լուսամուտների տակ, մարդկանց օբյեկտների մոտ, որ հելնեին բերանդ ջարդեին գործեիր տալու վրաները, հիմա ելել տղամարդ լամիչ ես լինում, վիլեն ես, ինչ ես, Նիկոլ Անհողիդ Ադրբեջանի բռնապետը ասում է հարբեցող ծաղրածու, հլը այդքան տղամարդ կաց հլը պատասխանի, ելել շարքային սադրիչ, կամ են պրեզիդիումում վերընգած քլչի Ռուբենը, այ տղա հլը դու պատասխանի, հլը Տաջիկստանի նախագահին պատասխանի, որ ծաղրում էր Նիկոլ Անհողիդ, այ քայլիստ ոչնչություններ, այս ինչի չեք պատասխանում ադրբեջանցիների իբր թե հոգևոր առաջնորդ Պոռնիկ Ալլահ Շուքյուր Փաշազադեի զառանցանքներին հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հասցեին, որ մենք խոս, անշնորհակալ, ստոր դավաճան ժողովուրդ ենք։ Հլը այդ նույն ուրեմն ոգևորվածությամբ արձագանքեք Ադրբեջանի նախագահի բազմաթիվ հարցազրույցներին, որտեղ ինքը կասկածի տակ է դնում մեր տեղացի լինելը եւ մեզ անվանում է գնչու։ Ոչ թե Ղզիկ Նիկոլի նման, դե մենք չենք ասում, որ Արցախահայերն ու Ադրբեջանում բնակվող հայերը վերադառնան իրենց պատմական հայրենիք, ադրբեջանցիներն էլ թող չասեն, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջանը եւ Հայաստանը լքած ժամանակին ադրբեջանցիներն էլ, որոնք ի դեպ չունեն փախստական իրավունք, պետք է վերադառնան այստեղ։ Այդ տավարային համեմատությունը միայն ձեր դավաճանավոհմակի պարագլուխը պետք է ասի, էլի, ուրիշ մարդուց, նորմալ մարդուց այդպիսի բաներ չես կարող լսել։ Կամ են գեղցի Չախոյանը, ինչ զարու զղկլդիգ է, դրա ելույթները, գիտեք դուք ում եք նման այ քալիստ ոչնչություններ, դուք նման եք են գրեթե բոլոր բակերում, թաղերում այդ տիպի մարդիկ կան, տղամարդ չեմ էլ ուզում դրանց ասեն, եմ որ անընդհատ ծեծվում են թաղի տղաների կողմից, բակի տղաների կողմից, ղզիկ փախնող լացկան ոչնչություն, բայց այդ իրենց մաղձը կուտակում են իրանց մեջ, գնում են տուն ու տան անդամների վրա են այդ ամեն ինչը լցնում, տան անդամների վրա են ինքնահաստատվում, գոռում, ծեծում, վիրավորում, որովհետև իրանք դրսում չուլ են։ Դուք դրսում հավ եք, փորձում եք դուք ներսում մրկահավ են եղալ, այ կապիտուլյանտներ։ Ձեր պատճառով հայ ժողովուրդը դարձել է կապիտուլացված ժողովուրդ։ Ձեր պատճառով Հայաստանի Հանրապետությունը կապիտուլացված երկիր է։ Ես որպես պատմաբան կարող եմ նշեմ, գլուխներդ քարին եք տվել դուք էլ ձեր երկրպագուներն, ձեր ընտրողներն էլ, որոնք ինձ կփորձեն համոզել, որ Հայաստանը արժանապատիվ պետություն է, չկա աշխարհում նման բան։
ծեծված, պարտված պետությանը ոչ ոք չի հարգում ու հավասարին էլ հետը չի բանակցում, եթե իհարկե այդ ժպիտի հետևում չկան նպատակներ, որ ինչ-որ բան մեզանից կորզեն, որպես կապիտուլացված երկիր։ Հայ ժողովրդին խայտառակել եք աշխարհում եք եկել Էդգար Ղազարյանի սրիկա բարից եք վիրավորվել, ներողություն թող խնդրի։ Այ քլաչի Ռուբեն հələ այդ նույն պահանջով դիմի Ալիևին, որ ներողություն խնդրի, ուրեմն Նիկոլից, որ ասել է հարբեցող ծաղրածու։ Այ քլաչի եսի մինչեր, այն Օմարի հավ, հələ մի հատ Ալլա շուքյուր Փաշազադեի, այդպես անվանարկյու վիրավորի, շարքային սադրի չուփանասա, գիտես ինչ կանի, ոտը որտեղից կմտցնի, որտեղից կհանի։ Իդեպ նշեմ, ես Էդգար Ղազարյանի ոչ երկրպագուն եմ, ոչ էլ մոտիկն եմ, բայց ասենք այն ինչ որ ես տեսնում եմ, սա աբսուրդի թատրոնն է։ Հայ ժողովուրդը դարձել է ծաղրուծանակի առարկա ամբողջ աշխարհով մեկ, սրանք ընկել ընդդիմադիրներից մեկին են թիրախավորել, թե բա սրիկա է ասել, դուք սրիկայից էլ բետար եք։